Բարձր հարգելի հեռուստադիտողներ, հորիզոնը շարունակում է իր աշխատանքը հատուկ ռեժիմով, ժամը 20-ն է եւ այսպես ավարտվեց Գյումրիի թիմ արտահերտ ընտրությունների քվեարկությունը, այս պահից սկսած տեղամասային հանձնաժողովների նախագահները հայտարարում են քվեարկության ավարտի մասին, փակում են տեղամասային կենտրոնները, արգելվում են ընտրողների մուտքը քվեարկության սենյակ, միայն տեղամասում գտնվող ընտրողներին է քվեարկելու հնարավորություն տրվում։ Սկսվում է քվեաթերթիկների հաշվարկը, բայց քվեատուփերը բացել է հաշվարկին անցնելը, մինչ հանձնաժողովը մանրամասն գործընթաց է իրականացնում։ Իսկ թե ինչ գործընթաց է իրականացնում, այժմ մենք ուղիղ միացումով կհետևենք տեղամասային կենտրոններից մեկի աշխատանքին, որտեղ աշխատում են Մարինե Դերբինյանը եւ Արարատ Ծատուրյանը։ Խնդրեմ Մարինե ներկայացրու, թե ինչ ընթացակարգ գոյություն ունի, երբ փակվում են տեղամասային կենտրոնները, կամ արդյոք փակվելու ընթացքում ինչ փակվել է, տեղամասում եղել են ընտրողներ։ Հեղինի այս պահին մենք գտնվում ենք թիվ 30 հիմնական դպրոցում տեղակայված 31-ի 32 ընտրական տեղամասում, ընդամենը վայրկյաններ առաջ տեղամասային կենտրոնի նախագահ Արտյոմ Դավթյանը հայտարարեց տեղամասը փակված լինելու մասին, ասեմ, որ վերջին պահին տեղամասում ընտրող չկար, թեև սպասում էին ցանկալի էր եւս մեկը լիներ, որպեսզի ընտրողների թիվը այսպես համալրվեր եւ մոտ 700 ընտրողներ լինեին քվեարկած, բայց ամեն դեպքում տեղամասում գրանցված 1562 ընտրողից այս պահի դրությամբ, այն պահին, երբ տեղամասն արդեն փակված է, քվեարկությանը մասնակցել է 699 ընտրող, այս պահին տեղամասային հանձնաժողովն իրականացնում է փակման արարողությունը, նախագահը ոնց որ թե տեղավորում է չհրկիզվող պահարանում, տեղավորում է վերջին փաստաթղթերը, դուրս է բերելու երևի Պարոն Դավթյան, պիտի խնդրեմ ներկայացնեք ինչով եք հիմա զբաղվում կամ քվեատուփն եք հայ երևի հիմա Հիմա մենք կհետևենք ընթացքին, ինչպես է պարոն Դավթյանը կնքում արդեն քվեարկած քվեատուփը։ Անայդ ուր է, տիկին Անայդ, արետիվություն արդեն, ուր է ստողեք կստաս, լսիք վերցերա վա։ Լսում եմ։ Պարոն Դավթյան, մեզ ներկայացրեք, խնդրեմ, դուք արդեն կնիկեցիք քվեատուփը, որտեղ քվեաթերթիկները ծրարներով արդեն զետեղված էին, այս պահից սկսած ինչ գործընթաց է ձեզ հաջորդելու, ինչով եք զբաղվելու։ Գործընթացը հայտարարեցի փակված տեղամասը 20:00-ին տեղամասը փակվել է։ Տեղամասում ընտրողներ չկային, դրա համար տեղամասը փակվել, եթե ընտրող լիներ թողնելու ենք իրենց ընտրությունը կատարեն, նոր տեղամասը կփակենք։ Առաջի հերթին կընկեցի չհրկիզվող այս ներողություն չհրկիզվող այս քվեատուփը։ Հիմա գործառույթները ըստ հերթականության, ըստ օրենսգրքի կատարելու ենք։ Այսքան բանը։ Լավ, մենք չենք խանգարի ձեր աշխատանքը, գիտեմ, որ հիմա հաջորդական իրականացնելու եք ձեր գործառույթները, մոտավորապես քանի րոպեից կհասնեք արդեն քվեաթերթիկների հաշվարկին։ Հիմա այս ամեն ինչը հավաքենք ես արդեն բան, այստեղ չէ, այստեղ էլի շատ կա, այստեղ մոտավորապես երևի 40 րոպե կամ մի ժամից նոր գործառույթները պետք է կատարենք, այդ անհատական կնիկները վերցնենք, ես չէ, ԱԱԿ-ին այդ գործառույթներ կան, այդ գործառույթները կատարելուց հետո նոր արդեն բացում ենք քվեատուփը։ Այս պահին տեղամասում ներկա են նաև քաղաքական ուժերի վստահված անձիկ, դիտորդներ, ովքեր իրավունք ունեն մասնակցել ամեն կուսակցությունից մեկ վստահված անձ, ամեն դիտորդական կազմակերպությունից մեկ դիտորդ, եթե ինչ-որ համատեղ դիտորդական կազմակերպություն երկու դիտորդ է, ու այսպես։
Ընդհանուր առմամբ մեկ բառով, եթե ներկայացնեք քվեարկության օրը ոնց անցավ, հանդարտ էր, հանգիստ էր ձեր մոտ, թե լարված ամեն դեպքում անցավ։ Ընդհանրապես լարվածություն չի եղել մեր մոտ, կարող եք հարցնել նաև վստահված անձանց, հարգարժան դիտորդներին, մեր մոտ նորմալ անցել է, առանց որևէ խոչընդոտների կամ ինչ-որ լարված իրավիճակների, նորմալ ամեն ինչ անցել է։ Շնորհակալություն, ես թույլ կտամ դուք շարունակեք ձեր աշխատանքը։ Շատ շնորհակալ եմ։ Ես հիշեցնեմ, որ մենք այս պահին գտնվում ենք թիվ 30 հիմնական դպրոցում տեղակայված 31-ի 32 ընտրական տեղամասում, որտեղ րոպեներ առաջ փակվեց տեղամասը եւ հանձնաժողովն այժմ զբաղվելու է քվեաթերթիկների հաշվարկի գործընթացով։ Հեղինե։ Շնորհակալ եմ Մարինե, Մարինեն աշխատում էր թիվ 30 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում 1563 ընտրողով, քվեարկությանը մասնակցել է 699 կեսից պակաս, հիշեցնեմ, որ մի քանի րոպեից մենք տվյալներ կունենանք, թարմացված տվյալներ 31 տարածքային ընտրական հանձնաժողովից, թե 12 ժամ շարունակված քվեարկությանը Գյումրեցի 82 տեղամասերում Գյումրեցի քանի ընտրող է մասնակցել ընտրություններին, ներկայացնեմ ժամը 17-ի դրությամբ ունեցած տվյալները, որ մասնակցել է 39181 ընտրող, սա կազմել ընտրողների ընդհանուր թվի 35.22%, հիշեցնեմ ընտրողների թիվը 111236, բայց հասկանալի է, որ ոչ բոլորն է, որ մասնակցել են քվեարկության, տարբեր հանգամանքներով, տարբեր պատճառներով, մեծ մասը բացակայում է քաղաքից, որոշները քաղաքացիական պարտքը կատարել ըստ էության իրենց պարտքը չեն կատարել, բայց նախնական արդյունքներով ենթադրելով ժամը 17-ի տվյալներից եւ մինչեւ տեղամասի փակումը եւս 3 ժամ ժամանակ եղել քվեարկությանը, հավանաբար ընտրողների մասնակցությունը կգերազանցի 40%-ի սահմանը։ Հիշեցնեմ, քվեաթերթիկների հաշվարկն է սկսվում, քվեատուփերը բացելը, հաշվարկին անցնելը, հանձնաժողովը մինչ այդ, մինչև քվեաթերթիկների հաշվարկը որոշակի մանրամասն գործընթաց է անցնում։ Մենք հիմա ուղիղ միացում ունենք Լուսինե Հայրապետյանի հետ, լավ, սպասենք տեխնիկական խնդիրներ կան, հետո կմիանանք, ներկայացնեմ քաղաքական այն ուժերին, թե ովքեր են ընտրապայքարում եղել, քաղաքի կառավարման համար պայքարում են 9 քաղաքական ուժեր, 6 կուսակցություն, 3 դաշինք, քվեաթերթիկում կուսակցությունների համարները որոշվել են վիճակահանությամբ, եւ այսպես առաջինը քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, ցուցակը գլխավորում է Սարիկ Մինասյանը, Հայաստանի կոմունիստական կուսակցություն առաջին համարը ցուցակի Վարդան Ղուկասյան, երրորդ ապրելու երկիր կուսակցություն Կարեն Մալխասյան, Մայր Հայաստան կուսակցությունների դաշինք Կարեն Սիմոնյան, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն Արտյոմ Թումանյան, Եվրադաշինք կուսակցությունների դաշինք Լևոն Բարսեղյան, Դեմոկրատական այլընտրանք կուսակցություն Արտյոմ Ղարաղազարյան, Մեր քաղաքը կուսակցությունների դաշինք Մարտուն Գրիգորյան, Իմ հզոր համայնք կուսակցություն Ռուբեն Մխիթարյան։ Բոլոր քաղաքական ուժերից ընդհանուր ընտրության մասնակցող ավագան ու թեկնածուների թիվը 371-ն է, Գյումրիի ավագանին ձևավորվում է 33 անդամից։ Քվեարկության արդյունքներով ավագանու մանդատներ բաշխում են այն կուսակցությունների եւ դաշինքների ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թվի անճշտությունների թվի գումարի, կուսակցությունների դեպքում 4%, դաշինքների դեպքում 6% կողմ քվեարկած ձայները։ Հիշեցնենք, ընտրապայքարի հայտ ներկայացրած քաղաքական ուժերից 6-ը կուսակցություն է, 3-ը դաշինք են ներկայացնում։ Քվեաթերթիկների հաշվարկի ընթացքում մենք ավելի հաճախ կլինենք եթերում, կներկայացնենք քվեարկության արդյունքների մասին նախնական տվյալներ, հատուկ ռեժիմով մեր աշխատանքը կշարունակվի կեսգիշերն անց նաև։ Արտահերթ ընտրությունների ընթացքին քվեարկության մեկնարկից մինչ այժմ հետևում ենք ուղիղ միացումներով։ Առավոտյան ժամը 8-ից մեր նկարանող խմբերն աշխատել են մոտ 20 տեղամասերում, արձանագրել ընթացքը, տեխնիկական ու այլ խնդիրներ, որոնք հիմնականում վերաբերել են ընտրողների քվեարկության կարգին ու ընթացքին չտիրապետելու, իրազեկված չլինելու պատճառներին, խնդիրներ, որոնք կապված են եղել տեղամասային կենտրոնների տարածքային անհարմարություններին, ինչպես նաև ընտրողների ակտիվ հոսքի պատճառով առաջ եկած կուտակումներին։
Այսպիսի ընթացակարգային խնդիրներ են արձանագրել նաև շրջիկ դիտորդները, որոնք պատրաստում են հանդես գալ ամփոփիչ ասուլիսներով։ Վստահված անձանց բարձրաձայնած խնդիրներից էր նաև մեկ հասցեում մի քանի անձանց գրանցված լինելու հանգամանքը, որը դեռ ճշտումների հաստատումների անհրաժեշտություն ունի։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ ժամը 20-ից բոլոր Գյումրիի 82 տեղամասերը փակվել են, քվեարկությունը դադարեցված է եւ այժմ ընթանում է քվեաթերթիկների հաշվարկի գործընթաց։